Եվս մեկ ավանդական ապուր։ Թանապուրը նանայով իսկական բացահայտում է մրսածության ժամանակ, չնայած դեղ չէ, բայց բավականին էֆեկտիվ է, այն տաք վիճակում օգնում է կազդուրվել, թեթևացնում է մրսածության ախտանիշները և բարձրացնում իմունիտետը, այս ապուրը իսկապես հրաշք է։ Թանապուրի պատրաստման տարբերակները շատ են ըստ տարածաշրջանի, դրանք կարող են տարբերվել ինչպես օգտագործվող ձավարի տեսակով, ցորեն, բրինձ, ձավար, այնպես էլ լրացուցիչ բաղադրիչներով, ինչպիսիք են մանդակը, սիբեղը կամ շուշանը, որոնք յուրահատուկ համ ու բույր են հաղորդում։ Այսօրվա համար պատրաստում ենք 1 ձու 1 ճաշի քթալ ալյուր, թթվասեր, մածուն, լավ խառնում ենք, ավելացնում ենք եռմանջուր, որպեսզի կրճատենք կրակի կողքը կանգնելու մեր ժամանակը, որից հետո տեղափոխում ենք գազօջախի վրա, եռալուց հետո ավելացնում ենք նախօրոք տաք ջրում թրջած բրինձը, որպեսզի ջերմային տարբերություն չլինի և թանը չկտրվի։ Եթե նույնիսկ կտրվում է ապուրը, չենք հուսահատվում, հարիչով հարում ենք 1 րոպե և վերադառնում է մեր ապուրը իր նախկին տեսքին։ Ավելացնում ենք նանան և եփում։ Պատրաստ լինելուց առաջ ավելացնում ենք ցանկության դեպքում կտրատած համեմ, մատուցում ենք նորից ցանկության դեպքում կարագով։ Վայելեք և առողջ եղեք։